Ոստիկանության Մալաթիայի բաժնում հայտարարություն տվողը մի կին էր, որի ամուսինը պատիժը կրում է արդիկ քրեակատարողական հիմնարկում։ Հայտարարություն չէր, այլ ահազանգ։ Կինը վստահորեն պնդում էր, որ ամուսնու կյանքին վտանգ է սպառնում, շատ իրական վտանգ։ Հուլիսի վերջն էր, զանգահարեց ինձ, ասաց, որ 2 միլիոն դրամ թղթախաղով տանուլ է տվել եւ ասաց, որ ես հայտարարեմ այդ գումարը, որպեսզի տամ իրեն։ Ես չկարողացա այդ գումարը հայտարարել եւ որոշեցի դիմել ոստիկանություն։ Ըստ նրա զոն նայող Զավենը քրեակատարողական հիմնարկում մոլեխաղի մեջ է ներքաշել իր ամուսնուն, դիմելով ներազդման տարբեր մեթոդների։ Ամուսինը պարտվել է եւ հիմա 2 միլիոն դրամ պարտք է Զավենին։ Այս Զավենն էլ բարբերաբար զանգահարել է իրեն եւ պահանջել, որ ճարի ու տա ամուսնու պարտքը, այլապես մեջբերում ենք, եթե Թավանը մինչև սեպտեմբերի 10-ը չփակի, թաղելու են ամուսնուն։ Կնոջ ներկայացրած եւ ընթացքի մեջ գտնվող հանցագործությունը կոչվում է շորթում։ Քրեական հետախույզները լսեցին կնոջը եւ որոշեցին, որ շորթումը բացահայտելու համար կարեւոր է համագործակցել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ։ Ձեռնարկվեցին բոլոր միջոցները եւ ահա եկավ վճռական պահը։ Ըստ պայմանավորվածության Թավանը փակելու գործողությունը պետք է կատարվեր սեպտեմբերի 10-ին մետրոյի երիտասարդական կայարանի մոտ Իսահակյան փողոցի վրա։ Մարդաշատ այս վայրում իհարկե կային որոշակի բարդություններ, բայց նաև չկար սխալվելու իրավունք։ Նախորոք քիմիական նյութերով մշակված փողերը պայուսակում կինը քայլում է պայմանավորված վայրում։ Նրան պետք է մոտենա Վահան անունով մեկն ու վերցնի գումարը։ Մի պահ ոստիկաններին կասկածելի թվացին բոլորը, բայց ահա կինը նստում է մեքենա։ Այնտեղ մի հոգի էլ կա։ Փողը փոխանցում է, երկուսն էլ զանգեր են կատարում, հաստատելով, որ փողը տեղ է հասել։ Ու արդեն ոստիկանության Մալաթիայի բաժնում տաքսու վարորդը պատմում է իր տեսածն ու լսածը։ Այդ աղջիկը կամ նստավ ավտոն։ Ասեցին, այդ փող անշուշտ անստվեց, все процент պարպանություն, ասես չէ, չունես։ Ասես 2 միլիոն процент, ասես процент։ Բերման ենթարկված գլխավոր անձը Վահանն էր, Վահան Հովանեսի Աղաջանյանը։ Նրա պատկերազարդ մարմնին նախկին անփառունակ կյանքի անջնջելի հետքերն են, բայց կան նաև այնպիսիք, որոնք հեշտ մաքրվում են։ Քիմիական փոշին առատորեն քսվել է մարմնի տարբեր մասերին ու հատկապես ձեռքերին, իսկ գրպանից հանած 100,000 դրամանոցների վրա հատուկ լույսի տակ պարզ կարդացվում է շորթում։ Հարուցվել է քրեական գործ ու չի բացառվում, որ այս գործով դեռ շատ ու շատ արատավոր երևույթներ հայտ կգան։ Չի բացառվում։ Վահան Աղաջանյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է։